Տեխնոլոգիական դարաշրջանում, երբ տեղեկատվությունը տարածվում է լույսի արագությամբ, թվում է, թե շատ կարևոր փաստեր մոռանալը պետք է դժվար լիներ։ Բայց երբ խոսքը հայոց ցեղասպանության մասին է, պայքարը դեռ շարունակվում է։ Ապրիլի 24-ը մեզ համար պարզապես տարեդիվ չէ, դա անցյալի ձայնն է, որը մեզ պարտավորեցնում է հիշել և պայքարել ճշմարտության համար։ Հայերի գենոցիդը ամենագենոցիդային գենոցիդն է։ Եվ ավելին առաջ եկա մի նոր տերմին հայկական ցեղասպանության արմենոցիդ։ Ցեղասպանությունը ուներ եւ տնտեսական եւ քաղաքական նախադրյալներ։ Ըստ էության Արևմտյան Հայաստանում կամ Օսմանյան կայսրության մի հատվածում հայերը այնքան մեծ ազդեցություն են ձեռք բերել տնտեսության ոլորտում, որ նոր ձևավորվող թուրք բուրժուազիան չէր դիմանում հայերի մրցակցությանը։ Եվ բնականաբար ինչ պետք է անել, խլել հայերի ունեցվածքը, տնտեսական ռեսուրսները եւ տիրանալ այդ ամենին։ Դա տնտեսական նախադրյալներ։ Կար նաեւ երկրորդ գործոնը քաղաքական նախադրյալները։ Թուրքերը Աբդուլհամիդից սկսած, Քեմալով վերջացրած եւ այդ քաղաքականությունը եւ շարունակում է առ այսօր, ցկտում են իրականացնել իրենց պանթուրքիզմի ծրագիրը, որի նպատակն է ստեղծել մեծ թուրամպետություն եւ այդ ճանապարհին գտնվող այն երկրները, որոնք մամմեդական են, պետք է թուրքացվեն, որոնք քրիստոնյա են, պետք է ոչնչացվեն։ Եվ Հայաստանը որպես քրիստոնյա հայտնվեց պանթուրքիզմի խաչմերուկում։ Պլանավորված էր նախապես պետական մակարդակով, ինչու՞։ Որովհետև սկզբից մեզ զրկեցին մեր գաղափարից, այսինքն մտավորականներին, չէ՞։ Մենք շատ լավ գիտենք, թե ինչպեսի փայլուն մտավորականներ, Դանել Վարուժանը, Սիամանտոն, Ռուբեն Սևակ եւ մյուսները։ Երկրորդը մեզ զրկեցին կռվող ուժից։ Պատերազմի պատրվակի տակ 18-ից 45 տարեկան տղամարդկանց զորակոչեցին բանակ։ Առաջին աշխարհամարտներ, որոնք թուրքերը լավ օգտվեցին առաջին աշխարհամարտում իրենց ընձեռված հնարավորությունից։ Եվ այդ տղամարդկանց առանցին փոքրաթիվ ճակատներով տանում են անհայտ ուղղությամբ եւ կոդորում են։ Եվ երրորդ քայլը ամենահրաշավորը Հայաստանում մնացել են ովքեր կանայք, ծերեր, երեխաներ։ Եվ այդ ժողովրդին էլ քշեցին անապատները եւ ամենաանմարտկային սոսկալի միջոցներով գիտեցիք, սպանեցին, կոտորեցին, դանջամարեցին։ Երեք թուրքերը իշխանության անցնելով 1908 թվականին, անցնելով այնպիսի կարգախոսներով, հավասարություն, եղբայրություն եւ այլն, որ շատ հայեր նույնիսկ ողջունեցին երեք թուրքերի իշխանության գալը, ավելի վատտար եղան, քան Աբդուլհամիդը։ Բերեմ մի համեմատություն։ Աբդուլհամիդը Օսմանյան կայսրությունը կառավարեց ավելի քան 30 տարի, եւ այդ 30 տարում հայերը ունեցան 300,000 զոհ, կոտորվեցին 300,000։ Երեք թուրքերը գերազանցեցին։ Եվ պատահական չէ, որ Թայլատը թիմ 1 թայիջը, երեք թուրքերի կառավարության ներքին գործերի նախարարը հպարտանում էր։ Ես 3 ամսում ավելին արեցի հայկական հարցը լուծելու հարցում, քան Աբդուլհամիդը 30 տարում։ Հասկանալի է։ Քեմալը, որ անցավ իշխանության գլուխ, սկզբում դատապարտեց երեք թուրքերի, նրանց անվանելով փախտախնդիրներ, արգածախնդիրներ, կիսագրագետ մարդիկ, բայց ինքն նույնպես շարունակեց այդ ցեղասպանությունը։ Այսինքն պանթուրքիզմը Թուրքիայում պետական քաղաքականություն է։ Շահ խնդիր։ Ուստի մենք պետք է կարևորենք այն հանգամանքը, որ մեր ցեղասպանությունը ցավոք լինելով տարի առաջին ցեղասպանությունը նախատուր հանդիսացավ մնացած բոլոր ցեղասպանությունների համար։ Տեսեք հրեաների ցեղասպանությունը, չէ՞։ Հիշենք Հիտլերին։ Պատերազմը սկսվելուց առաջ ինչ էր նա հայտարարում։ Ո՞վ է այսօր հիշում հայկական կոտորածները։ Եվ ըստ էության հանրային ճշմարտություն է, չպատժված հանցանքը նոր հանցանք է ծնում։ Այսքան չարիք թե մոռանան մեր որդիկ, թող աշխարհը կարդա հայի նախատինք։ Իսկ դու մենք այն ազգը չենք, որ արժանանանք աշխարհի նախատինքին։
Կա մի ընտանիք, որի նախնիների պատմության մեջ երիտթուրքական եւ քեմալական ջարդերը իրենց պիերը չեն թողել։ Հազիվ թե։ Այդպես էլ Եղեռնից մազապուրծ եղած մեծ պապիս միայն մանկատանը տվեցին Խաչատրյան ազգանունն ու այդպես էլ չիմացա ինչպես կներկայանայի այսօր, եթե չլիներ պատմության ամենամեծ ոճիրը։ Աստղիկ Խաչատրյան, Խանով Անիսյան, այսօր։